Շահբյանը շենքի բնակիչ էր, որը ստեղ էր եկել այդ հարցով։ Չգիտեմ նա ինչ հարցեր ունի թաղապետը, դրանք ինքը, ուրեմն սենց ասեմ, խնդիրը սենց է դրված։ Ինքը ինչի համար էր եկել, չգիտեմ, ես գիտեմ մի բան, որ ինքը եկել է այսօր անային քննարկման։ Թե մտադրություններ այլ բաներ, սադրանք, թե կամ կռիվ, չգիտեմ ինչ, ես չեմ կարող պատասխանել, բայց ինքը այսօր որպես ակտիվիստ, այս հարցերի մեջ կար, նախքին քննարկման էլ ներկա եղել, անցած անգամ, երբ էր, հունվար ամսին, մասնակցել էր, հարցադրումներ եղել, թե այսօր ինչ տեղի ունեցավ, բան այդ ձեր մեկնաբանելու, ձեր վերլուծություն, ես բնակիչ եմ։ Դուրսը գալի որ այդպես է։ Ձեր թաղի բնակիչ է։ Թաղի բնակիչ է։ Հիմա պատճառ են բռնում, ասում են քաղաքացիություն չունի, Հայաստանի կապ չունի, բնակիչ է։ Ձեր թաղի բնակիչ է։ Բարի չկա նրան պաշտպանելու կամ պաշտպանում են, ոնց ինչ է պետք ասել։ Ասում ենք որ սխալ բան է տեղ ունենում, թող իրապահ մարմինները մնացածը զբաղվեն։ Ընդհանուր գործողությունը սխալ է։ Ջարդելով ձեր հետ էլ է որպես ղեկավար ձեզ ծեցելով խոսում։ Չէ, իմ հետ այդպես չեն խոսել։ Ես ոչ մի դեպքում, ես թույլ չեմ տա իմ հետ մեկ այդպես խոսել։ Կներեք, բայց քաղաքացու հետ որևէ մեկը իրավունք չունի հայհոյանալ։ Ոչ մեկին իրավունք չունի հայհոյան տալու։ Քաղաքապետը առավել եւս կաշկանդված է, որտեղ նա ինտերվյու չեմ տալի, ես ուղղակի ասեմ, երբ որ դուք համչեցիք ինձ նորից եմ ասում, ես տեղ եմ եղել։ Ես հանրային քննարկման զալում եմ եղել, դուրս եկա, տեսնում եմ, որ գործողությունները տեղ ունենում, ես գործողություն ծեծա գնում, դե հիմա խփում են, չէ, ես ուղիղ ասում եմ, կռիվ է տեղի ունենում, թե ով է ում խփում, ես մենակ ասել եմ մարդկանց հեռացնել։ Ես ունեք ես մտել եմ արանքները բաժանելու։ Ես այդտեղ եղել եմ, աշխատել եմ հեռացնել, կռիվ թույլ չտալ։ Ինչքանով հնարավոր է։ Ես միջավայրում ապրել եւ աշխատելուց, հարգելի վարչական աշխատող։ Ես վարչական աշխատող չեմ։ Հա դուք բնակիչ եք, կներեք։ Ես կարծեցի դուք աշխատող եք, դրա համար եմ ասում, ձեր հետ էլ է այդպես։ Լավ, ասենց իմ հետ ոչ մեկ չի կարա այդ ձև վարվի։ Ասեմ իր սկզբանը վերջ։ Որովհետեւ կաղա այլ կոնֆլիկտային իրավիճակ ունեն։ Մարդիկ են իրար հետ շփվել են, կապ չունի, նորից եմ ասում։ Դա այլ թեմա է։ Ես դրա մեջ չկամ, բայց չափան ներկայացուցիչներն ա, որ անեն քննարկման մասնակցություն։ Ներողություն, դուք եւս դեմ եք, հա, այդ շենքի։ Այո, ես շենքի բնակիչ եմ, եկել եմ քննարկման ու դեմ եմ։ Ինչով է դա խանգարելու այդ։ Ամեն ինչով։ Ոչ մի բանով, կառուցապատողը ուզում են բարձրակ 18 հարկանի շենք կառուցել։ Որ հատվածում։ Գայի պողոտա 45 շենք, հասցեն 46-ով է։ Մոտ 2000 քանի քառակուսի մետրի մեջ ուզում են 4 պատեզդանի 18 հարկանի շենք կառուցել, որը այդ տարածքում խաղաղապարակ ծառայում է հիմա երեխաներին։ Խաղապետը անցած անգամ էլ ասեց ներկայում էլ խոսակցությունը բերեց նրան, որ ինքը համաձայն չի, փորձի առաջարկն էլ տա սեփականատիրոջ, բայց սեփականատիրոջ կողմից չենք տեսնում։ Ինքը ուզում է պարտադիր շենք սարքել, մենք էլ ասենք, որ չի կարա լինի։ Նախ առաջին ամենամեծ կեղծիքը տեղյակ ենք Սամվել Սահակյան ինչքան հիշում եմ գնել է 21 թվականին, բայց մինչև 21 թվականը այդ հողատարածքը 7 սեփականատիրոջ մեջ փոխվել է։ Երվան Զախարյանից մի րոպե հերթականությամբ էլի։ Ուրեմն 2007 թվականից է վաճառվել Երվան Զախարյանի օրոք ու մինչ հիմա 7 սեփականատիր փոխվել է։